Լոռու մարզային գրադարանն այն տարածքն է, որտեղ կայանում է գրքի և տեղացի ընթերցողի սպասված հանդիպումը։ Գրադարանը մարզի գրական կյանքի անբաժան ուղեկիցն է։ Այստեղ պարբերաբար կազմակերպվում են գրական քննարկումներ, հանդիպումներ և շնորհանդեսներ։ Յուրաքանչյուր բաժին իր գործառույթը, իր առաքելությունն է իրականացնում ընթերցասրահ, որտեղ այսօր ընթերցողները կարող են գալ ոչ միայն գիրք ընթերցելու համար, այլ նաև իրենց գրական ցերեկույթները կազմակերպել, հանդիպումներ, նախագծային աշխատանքներ, ակտիվ համագործակցում ենք նաև դպրոցների հետ։ Ընթերցողներն օգտվում են ոչ միայն առկա գրականությունից, այլ նաև էլեկտրոնային շտեմարաններից։ Սպասարկման բաժինում, որտեղ հենց գրականության մատուցման առաքելությամբ են զբաղվում գրադարանավարները։ Մամուլի բաժին ունենք, չնայած այսօր ասում են մամուլը քիչ են ընթերցում, բայց ես այդպես չէի ասի, որովհետև մենք մամուլի բաժնում բազմաթիվ մամուլի ընթերցողներ ունենք։ Մատենագիտական բաժին, շատ ուզում եմ նշել նաև այդ բաժնի կարևորությունը, մատենագիտական բաժնի, որտեղ մեր աշխատակիցները յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ կարող են տեղեկատվություն տրամադրել։ Արվեստի բաժինը շատ կարևոր բաժիններից մեկն է, ընթերցողներ բազմաթիվ են արվեստի բաժնում։ Լոռու մարզային գրադարանը ամեն կերպ փորձում է ընթանալ ժամանակակից գրադարանների չափանիշներով եւ ապահովել եւ գրական քննարկումները եւ ժամանցը։ Մենք պարբերաբար անդրադառնում ենք ոչ միայն վանաձորցի, այլև Երևանաբնակ կամ այլ քաղաքներում բնակվող գրողների ստեղծագործություններին։ Գրադարանավարի առաքելությունն է նաև ճաշակ ձևավորել։ Երբ գիրքը բերում են ընթերցողները հանձնելու, գրադարանավարը պարբերաբար զրույց է անցկացնում ընթերցողների հետ, որ գրականությունը հավանեցիք, որ ստեղծագործությունն եք անվանում, ինչ ստացաք այդ գրքից, ձեզ ինչ տվեց։ Փորձում ենք հասկանալ նաև այսօրվա երիտասարդների նախընտրությունը, նախապատվությունը, թե ինչ գրականություն են ընթերցում։ Ժամանակին համընթաց գրադարանը քայլ առ քայլ թվայնացվում է, ընթերցողներին առաջարկելով նոր հնարավորություններ և սպասարկման ձևեր։ Գրադարանի շենքն ունի անհրաժեշտ բոլոր պայմանները ընթերցողների հարմարավետ և լիարժեք սպասարկման համար։ Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ միջոցառումները ավելի բազմազան լինեն իրենց բնույթով, հատկապես մանկական միջոցառումներում, քանի որ գրադարանը ակտիվորեն կազմակերպում է նաև մանկական միջոցառումներ։ Ժամանակակից տեխնոլոգիաները իրենց դրական նշանակությունն ունեն։ Երեխաները ժամանակակից տեխնոլոգիաներով միջնորդավորված գրանյութին ավելի հաճույքով են առնչվում։ Ընթերցողների գրական պահանջներն այստեղ մշտապես ուշադրության կենտրոնում են, և գրադարանի գրքային հավաքածուն պարբերաբար համալրվում է նոր գրքերով։ Գրադարանի ֆոնդը 363,000 և ավել կտոր գրականությունն է առկա գրադարանում։ Հաշվի առնելով ընթերցողների պահանջը, մենք առաջին հերթին նախապատվությունը տալիս ենք ժամանակակից գրականությանը։ Մեր ֆոնդը փորձում ենք համալրել ժամանակակից գրականությամբ։ Շատ են կարդում հատկապես դետեկտիվ գրականություն, վերջին տասնամյակում լուրջ հետաքրքրություն կա նաև ժամանակակից գրական կյանքի նկատմամբ։ Ընթերցողներին սկսել են հետաքրքրել, թե ովքեր են ժամանակակից հեղինակները, ինչ են գրում նրանք, այդ գրականությունը արդյոք նման է իրենց ծանոթ դասական գրականությանը։ Շատ կա հետաքրքրությունը նաև զանգվածային գրականության նկատմամբ, իհարկե զանգվածային գրականությունը զուտ ընթերցելիք է, ոչ գրական արժեք, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ զանգվածային գրականության նկատմամբ հետաքրքրությունը ինչքան արագ բռնկվում է, նույնքան արագ էլ մարում է։ Դարձյալ արժեքներն են մնում կենտրոնական։ Իսկ վստահեցնում եմ, որ վանաձորցի ընթերցողը գիտե գնահատել արժեքը։